Ողջույն։ Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ հրապարակախոս Ռաֆի Դուդաքլյանին, բարև ձեզ պարոն Դուդաքլյան, դուք ամեն անգամ ուզում եմ կրկնեմ, դուք սփյուռքահայ եք, բայց հայաստանցի եք, ավելին դուք սփյուռքահայի եւ հայաստանցու լավագույն օրինակն եք ցույց տալիս, թե ինչպես կարելի է լինել մնալ սփյուռքահայ, խոսել արևմտահայերենով, բայց հասկանալ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը։ Եվ ես ուզում եմ սկսել այս վերջի օրերի մի խոսակցությունով, որը նաև Սփյուռքն է ներառվել, կապված օրհներքի հիմնի փոփոխության հետ։ Դա սրբություն է, որ չի կարելի փոխել։ Դեսեք, Աստվածից ա ուրիշ սրբություն չկա։ Սուրբ Գիրքն էլ ասում է ինձանից ա ուրիշ Աստված չունենաք։ Ուրեմն սրբություն չի։ Դա ազգային հարստություն, ազգային ոգի, բեդության սիմվոլ, մեր էությունը ցույց տվող, մեր էությունը իր մեջ բարպագող երևույթ է եւ սիմվոլ է, եթե գուզեք։ Այդ առումով սրբություն ասելը բացարձակության դանել է, դա ճիշտ չի։ Կարելի է փոխել ամեն ինչ երկիրների սահմաններն էլ փոխվում են, մայրաքաղաքներն էլ փոխվում են, բայց որևէ փոփոխություն պիտի ունենա իր դրամապանությունը, ինչի։ Այսինքն ես պիտի քիշերը քնեմ, ասեմ որ ես լավ չի, մյուզիկը չեմ հավանում, ես երաշ, առավոտ երնամ, արտանամ, ասեմ Խաչատրյանը մեծ է, բայց հետո եթե ավելի մեծ մի հատ կոմպոզիտոր ունենանք, ավելի լավը կրի, էլի փոխենք, այսինքն դրամապանությունը ինչ է, ես չեմ հասկանում։ Հասկանալի է։ Պարզապես ես ուզում եմ հիշեցնեմ, որ օրինակ, ես իհարկե ես էլ կողմնակից չեմ, որ այսպես հապճեպ ձևով մեկ անգամից մտածենք, որ սա փոխենք, նա փոխենք, մանավանդ որ դա, չգիտեմ, 100-րդական խնդիր է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների շարքում։ Բայց օրինակ Վրաստանը մեր հարևան 2004 թվականի հեղափոխությունից հետո Վարդյա փոխեց եւ հիմնը, եւ օրհներքը, եւ դրոշը։ Ռուսաստանը մեր մյուս մի քիչ ավելի հեռու հարևան, նկատի ունեմ որ սահմաններ չունենք դրա համար եմ ասում հեռու հարևան, նույնպես փոխեց վերականգնելով խորհրդային միության այդ հայտնի այդ հիմնը, որ մեր սովետական մարդկանց մեջ մինչև հիմա այսպես չգիտեմ ինչու, բայց հպարտության բան է առաջացնում։ Օրինակ ես երբ լսում եմ այդ հիմնը, անկախ ինձանից ուզում եմ կանգնել, չգիտեմ ինչու։ Ոնց որ մենք որ լսում էինք մեր հայրենիքը, կանգնում էինք, այսինքն սովորության հարց է նաև։ Սովորության նաև արժեքը ոնց ենք մենք մեծացել, ինչ արժեքներով ենք մեծացել։ Ես անհատաբես սովետական արժեքները մերժում եմ, որովհետև դա ոչ մի կապ ունի մեր ազգայինի հետ։ Իմ ազգային արժեքս իմ Հայաստանի Հանրապետությունս է, որ մի հատ է սովետական հանրապետությունը բռնագծված երկիր է ռուսական կայսրության։ Ես տենց եմ նայում, ես չեմ կարող ընդունել երկրորդ հանրապետություն հասկացողությունը։ Մենք հանրապետություն չենք ունեցել։ Ինչպես որ Լիբանանը, երբ որ ֆրանսիական կահուտ ա եղել, իրանք իրանց հանրապետություն չեն հաշվել լիբանանցիները Ֆրանսիայում։ Թեև գոչվում էր Լիբանանի հանրապետություն, բայց իրանք երբևիցե տենց իրանց անկախությունը սկսում է 1900, իրենց բեդությունը սկսում է 1943-ին, երբ որ ազատվեցան ֆրանսիացիներից եւ շատ ուրիշ երկիրներ։ Ես չեմ հասկանում այս սիրահարվածությունը երկրորդ հանրապետություն գաղափարին, այո, երկիրները լիքը բան է գառուցվել, լիքը, այսինքն եթե մենք անկախ լինեինք, խաղաղություն լիներ 1920-ին Հայաստանը շարունակեր գոյատևել իբրև անկախ պետություն, մենք պիտի չունենայինք Խաչատուրյան, մենք պիտի չունենայինք սիրուն մայրաքաղաք, մենք պիտի չունենայինք զարգացած տնտեսություն, այսինքն մենք մեր փրկությունը դեսնում ենք օդարի բերած արժեքների մեջ, բացարձակապես չէ, ես հավատում եմ մեր ազգի, մեր ժողովրդի ստեղծարար, ստեղծագործ, արարող էությանը եւ ես կարծում եմ որ եթե մենք խաղաղ եւ անկախ լինենք, շատ ավելին կարող ենք արարել, քան ինչ որ դվել համես Գուցե ես չեմ վիճում, այդտեղ ես չեմ վիճում, բայց նաեւ պետք է հասկանանք, որ դա այդ 70 տարիները մեր պատմության կարևոր մաս են եղել։ Իհարկե։ Դա մեր պատմությունն է եւ մենք այդ պատմությունից մենք չենք կարող փախչել։ Լրիվ համաձայն եմ։ Պատմությունը ոնց ենք ընդունում։ Փառապանում ենք։ Օրինակ ես ասում եմ որ գիտեք ինչ, ամեն ինչ այդպես չէ որ այդ ժամանակ ամեն ինչ լավ էր, ադգե առաջ ամեն ինչ լավ վատ էր, կամ ադգե վերջ
ունեցել է իր լավ եւ վատ երևույթները, բայց դա եղել է բռնագծված, ոչ անգախ պետություն, դա ենք ուզում ենք, ես դա չեմ ուզում։ Շատ լավ։ Ես քանի որ ես սիրում եմ ընդհանրապես պատմությունը հիշեցնել, դրվագային նաև հիշեցնել, մի բան եմ ուզում հիշեցնել, որ այս օրերին որը շատ քչերը հիշեցին կամ չհիշեցին, մինչև 91 թվականի ամառը, երբ որ Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց հիմնը, առաջին հանրապետության հիմնը, այդ շրջանում մոտ 1 տարի առաջ անգամ մրցույթի նման մի բան հայտարարվեց նոր հիմնի մասին։ Այսինքն այնպես չի, որ այդ առաջի հանրապետության կամ Հայաստանի հանրապետության հիմնը անմիջապես եղել է, սա որպես բան եմ նշում եւ իհարկե 2000-ական թվականների նորից շրջանառության մեջ դրվեց կրկին Արամ Խաչատրյան երաժշտության, բայց դա, այսպես ասեմ, շատ ճանապարհ մենք չանցանք։ Այսօրվա Հայաստանի թիվ 1 խնդիրը որն է։ Այսօրվա Հայաստանի թիվ 1 խնդիրը մեր նոր ստեղծված միջավայրի pedagogan կառույցներ, ազգային ժողով, կառավարություն իրենց էֆեկտիվությունը լավագույնս օգտագործել նոր օրենքներով կամ օրենքների ճիշտ գործադրությամբ այս երկրի pedagogan զարգացման, տնտեսական զարգացման հզորացման ուղղությունը ճիշտ հունի մեջ դնելու համար։ Եթե մենք ուզում ենք հզոր Արցախ, հողեր չենք ուզում տալ, մենք պետք է ունենանք հզոր պետություն։ Աղքատ պետությունը վերջավորության շատ բան է տալիս։ Խեղճ պետությունը վերջավորության շատ ավելի է զիջումների ենթարկվում, բարդացնում են խեղճին ամեն ինչ։ Իսկ հզոր պետությունը դիմանում է հազար տեսակ ճնշումների։ Մեր գլխավոր առաջնահերթությունը անել այնպես, որ բոլոր pedagogan կառույցները, բոլոր ընդդիմատիրով եւ ընդդիմատիրով աշխատեն Հայաստանի տնտեսության հզորացման։ Նախապայմանները կան դրա համար, ինչքանով հասկանում եմ դուք եք ասում, հա, Թավշյա հեղափոխությունից հետո։ Ես կարծում եմ, այո, ես կարծում եմ, որ բարեփոխումներ պետք է լինեն օրենսդրական, որոշ օրենքներ պետք է ճիշտ օգտագործվեն, կոռուպցիան պետք է համագարկային կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համագարկային լինի եւ ոչ թե անձից կախված։ Բարոն Փաշինյանն ասում է չկա կոռուպցիա, մարդիկ կաշը, լավ, եթե բարոն Փաշինյանը վաղը գնաց, էլի պետք է կոռուպցիա լինի երկրում։ Այսին համագարկային պետք է պայքար լինի կոռուպցիայի դեմ, որ մարդիկ չհամարձակվեն մտնել այդ բանի մեջ։ Արդարադատությունը պետք է անգախանա եւ ստեղծվի այնպիսի միջավայր, որ հայ մարդը ինքը նախ կարողանա արարել, ստեղծագործել եւ նաեւ ներգրավել ներդրումներ։ Այսօր վերջի վերջո նաեւ աշխարհը համաշխարհային տնտեսությունը բանի ենթադրում է իրար հետ դու բան ես արդատում, նաեւ գնող պետք է լինի, չէ՞։ Ուրեմն պետք է այդ ներդրումները, գաբերը տնտեսական եւ այլն զարգացումները լինեն։ Ձեզ գոհացնում է այն, ես գիտեմ, որ դուք հեղափոխության օրերին դուք աջակցել եք, դուք չեք եղել փողոցում, ասենք չեք եղել քաղաքականության մաս, բայց ինչպես շատ շատեր էլ չլինելով քաղաքականության մաս, ուղղակի ամբողջ հոգով, սրտով, ամեն ինչով աջակցել են այդ հեղափոխության եւ արտահայտվել են այդ մասին։ Դուք տեսնում եք, որ այս իշխանությունները ճիշտ ճանապարհի վրա են, ճիշտ է։ Ես մանր-մունր սխալները թողնում եմ մի կողմ, այն աչկացակությունը, որ անում են, ասենք, իրենց բաներ են գրում, այդա փողեր, պարգևավճարներ, բան, չնայած դա էլ եմ համարում շատ կարևոր պահ, որտեղ դա էլ հեղափոխական արժեք է, չի կարելի ասել օրենքով են գնում, բայց ներողություն, մենք հեղափոխություն արեցինք նաև որպեսզի հեղափոխական շունչը շարունակի մնալ։ Օրենքները փոխվեն։ Օրենքները փոխվեն, այո։ Դուք տեսնում եք, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում, թե մտահոգություն արդեն ունեք։ Տեսեք, ես իմ եզրակացությանս հանգելուց առաջ ես չեմ ուզում նաև բան անել, հաստատումներ անել, որոնք դեռևս չունեն հիմնավորում։ Օրինակի համար ճիշտի կամ սխալի հարց, ես դեռ չեմ տեսել կառավարության ծրագիրը, որ ասեմ լավ ծրագիր է կամ վատ ծրագիր է։ Ուշանում է, պետք է օրենքով կարծեմ մի քանի օրից արդեն ներկայացվի կամ մի շաբաթից պետք է ներկայացվի խորհրդարանին։ Ես դեռ չեմ տեսել օրենսդրական բարեփոխումների այդ փաթեթը, որ պետք է ներկայացվի եւ մենք ասենք լավ է թե վատ է։ Կոռուպցիայի դեմ համագարկային պայքարի օրենսդրական այդ բարեփոխումները չեմ տեսել, բայց ես ուզում եմ տեսնել այդ դրամատրվածության
ամրագայումը, արմադացումը մեր հասարակության մեջ, որ մենք բարեփոխումների ճանապարհով ենք գնալու։ Ես մտահոգվում եմ այն րոպեին, երբ որ ձեր ասածի նման ասում են օրենքով ենք անում, ոչ օրենքը մեզ այս րոպեին օրենքով մենք բայկարեցինք, որովհետև այդ օրենքները չէինք հավանում, այդ օրենքները կրվել էին որոշ մարդկանց բարեկեցությունը ապահովելու համար։ Մենք հիմա այդ օրենքները պիտի փոխենք հեղափոխական քայլերով։ Հեղափոխությունը չի ավարտվել, ով որ ասում է, որ ավարտվել է, ես դեմ եմ։ Հեղափոխությունը ավարտվում է այնադին, երբ որ բոլոր նպատակները հեղափոխության 100%-ով իրագործվում են։ Հիմա ես չեմ ասում հեղափոխություն իջնել փողոց փագելով, զարնել, փշրել, վարելով, այլ հիմա օրենսդրական փոփոխություններով, աշխատանքի ոճի փոփոխություններով դրանք ես դժգոհ եմ, որ տանտաղ պետք չէ լինեն, պետք է լինեն արագ, պետք է լինեն շատ ավելի վճռական, պետք է լինեն շատ ավելի հախուռն ձևով։ Կառավարությունը անում է քայլեր, որոնք ակնհայտ դուք կհամարեիք սխալ քայլեր, որոնք կարող են, չասեմ ճակատագրական, բայց սխալ են, սխալ ուղղությամբ են գնում օրինակ։ Կարող եք նշել այդպիսի քայլեր։ Օրինակ շատերը նշում էին, բայց հավանաբար դա հող չգտավ, որ ասենք ՕԴԿԲ-ի, այսինքն այդ ՀԱՊ կազմակերպությունում Խաչատուրովի կորցնելով կորցրեցինք այդ աթոռը, հետո ոնց որ թե չաշխատեց դա, որտեղ այնքան էլ բան չէր, հետաքրքիր չէր։ Այդ դուք տեսնում եք սխալներ։ Տեսեք, իմ տեսած իհարկե կան սխալներ, եթե սխալներ չլինեն, ուրեմն մենք աստվածային կամ երկնային կառավարություն ունենք, միայն նրանք չեն սխալվում, չէ՞, ընդհանրապես երկնքում։ Իհարկե կան սխալներ, ես ենթադրում եմ, որ որոշ բարականերում եղել են նաև սխալներ, որոնք կարող է վատ անդրադարձ ունենան երկրի վրա։ Օրինակի համար ես մտահոգ եմ մեր արտաքին քաղաքականության որոշ, ոչ ամբողջությամբ, որոշ խնդիրների հետ կապված երևույթների մասին։ ՀԱԲԳ օրինակ ինձ համար մտահոգիչ էր, որ կարելի էր այդ բոլորը ավելի ճիշտ ձևով անել, եթե պատասխանատվությամբ պիտի կանչվի Խաչատուրովը, արդյոք դա կարելի էր անել ուրիշ ձևով, որ լարվածություն չստեղծի։ Ես չեմ կարծում, որ կան ճակատագրական սխալներ, բայց կան սխալներ, որոնք հետևանքներ են թողնելու վերջավորության։ Կամ սխալները, օրինակ ես բանի լսել եմ, որ flat rate, ինչ են ասում, tax-երու, հարգերու բարակային, համահարթեցում։ Դա իդեպ շատ է քննադատում, եւ դա քննադատում են շատ մասնագետներ։ Ես էլ դրան դեմ եմ, բարձ այն պատճառով, որ ես հավատում եմ, որ 10 միլիոն աշխատավարձ ստացողը եւ 120,000 աշխատավարձ ստացողը նույն հարգերը պետք չէ վճարեն։ Ես կարողա շատ բարձր աշխատավարձ ունենամ, ես պատրաստական պետք է լինեմ վճարելու, եթե մենք ուզում ենք ստեղծել սոցիալական պետություն, առաջի հերթին մենք պետք է այդ սոցիալական պետության մեջ հասկանանք սոցիալական կոնտրակտը մեր միջև, որ ես նաև ինչ որ բան եմ տալիս այն մյուս մարդուն, այն մյուս քաղաքացին, զիջում եմ ինչ որ բան, որ նայել օգտվի։ Սփյուռքի մասին եմ ուզում մեկ հարց տալ։ Իմ տպավորությամբ այնուամենայնիվ Սփյուռքը ամբողջապես այնքան էլ ուրախ չէր այս հեղափոխությամբ։ Համաձայն եք դրա հետ, թե ոչ։ Չէ։ Չէ, ես կարծում եմ, որ Սփյուռքը պետք չէ նայել միագույն։ Սփյուռքի մեջ ես ում հետ որ խոսել եմ, ոգևորվել է։ Հետո նաև եղել են մարդիկ, որոնք այդ ոգևորության հագարակ ալիքի վրա են նստել, ասել են, որ բան չի փոխվում, այս մարդիկը ավելի վտանգավոր են։ Անցած օրը ինձ մեկ հոգի գրել էր, որ սրանք դիդավորյալ համայնավարների շարունակությունն են, որբեսի ամբողջացնեն իրենց չամբողջացած գործը, թե ինչ հիմնավորումով է։ Սրանք բայց հետակային զարգացած երևույթներ են։ Այսինքն առաջի օրերին մեծ խանդավառություն կար փոփոխության, կային որոշներ, ալ դեմ էին, բայց ես իմ դպավորությունս այն էր, որ մեծամասնությունը խանդավառ էին փոփոխության գաղափարով եւ ժողովրդային շարժումով։ Ես չեմ կարծում, որ 200,000 հայ, երբ որ հավաքվում է բանի վրա եւ փոփոխության դրական էներգիա է տալիս հրաբարագից ամբողջ Սփյուռքայության, մարդիկ նստեն եւ ասեն, որ վատ է կանում։ Չէ, ոգևորություն է ստեղծում, դա բնական ոգևորություն է ստեղծում։ Այդ ոգևորությունը ինչու չի վերածվում կապիտալի, այսինքն ինչու դա չի իր արտահայտությունը չի գտնում ներդրումների ձևով, չգիտեմ, այլ ծրագրերի ձևով, թե դեռ շուտ է, թե պետք չի շտապել։
Դեսեք մի քանի պատճառ կա իմ կարծիքով հիմա որ բարձրացան մտածում ենք այս մասին։ Մի քանի պատճառ կա։ Նախ կապիտալի վերածվելու համար կարծեմ դեռ մի քիչ շուտ է։ Կան շատ մարդիկ, որ հետաքրքրվել են, բայց դեռ այդ միջավայրը Հայաստանը գրավիչ տեղ լինելու ներդրումների համար դեռևս մարդիկ այդ ոգևորության այդ ալիքի տակ չեն ընկնել։ Դա պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ ալիքը ստեղծվի, այդ ոգևորության ալիքը գլանի բոլորին եւ կան ներդրումներ անեն։ Երկրորդը կա նաեւ հագաքարոշչություն, եթե դուք նայում եք թերթերին, բլոգներին, դիմադեդրին եւ դարբեր սոցիալական ցանցերին, ես այն տպավորության տակ եմ, որ մարդիկ գիշեր-ցերեկ նստել են, ուրիշ գործ չունեն, մի բան են փնտրում, որ հագաճարեն, հագարակը ասեն, քննադատեն, ցույց տան, որ ամեն ինչ վատ է։ Իրանք էլ ասում են դուք էլ Սերժին էիք անում, լավ ենք անում, բայց դուք Սերժին մոռացել եք եւ ճիշտ է։ Օրինակ ես եւ դուք, ասենք, ամեն օր Սերժի մասին մի բան գրում ենք, չէ՞։ Հիմա էլ իրանք Նիկոլի մասին են գրում։ Այո, մեկ տարբերությամբ, որ ինձ ոչ ոք չէր վճարում օրինակի համար, որ ես Սերժի դեմ գրեմ, ես դա գրում եմ եւ ես շատ վատ, ես իմ ֆիզիկական առողջությամբ եմ վճարել դրա համար, եթե գուզեք։ Իսկ հիմա ես կարծում եմ, որ համագարկված, շատ լուրջ համագարկված բայկար եւ հագաբայկար էլ կա, այն չի որ միակողմանի է։ Եվ ես չեմ կարծում, որ դա իր դրական ազդեցություն է թողում, մարդիկ դրանից արդեն սկսում են հոգեբանորեն ընկնել տարբեր մտահոգությունների մեջ, արդյոք ճիշտ է, ինձ համայնավարներ եկել են եւ կրավել են մեր երկիրը տարբեր բանի տակ, արդյոք ճիշտ է Սորոսն է, արդյոք ճիշտ է KGB-ն է, կամ CIA-ն է, կամ էսը։ Չի ասում են ավանդական հայ արժեքներն են։ Հա, մի ժամանակ LGBT-ի մասին հիմա մոռացան։ Հա, որտեվ չի աշխատում, այ ընդհանրապես որևէ քարոզչության համար պետք է լավ հիմք ունենա, որպեսզի գրավիչ լինի, 1-2 անգամ կասես ու դա չի աշխատի։ Լավագույնս իհարկե աշխատում է, ասում են, երբ որ Արցախը ծախելու է, որտեվ դա ամեն հայի համար շատ կարևորագույն խնդիր է։ Պարոն Դուդակյան, դուք ամեն շաբաթ հավանաբար, դուք սյունակագիր եք, ամեն շաբաթ սյունակ եք գրում եւ գրում եք յուրահատուկ ոճով։ Ինչպես եք ընտրում ձեր սյունակների թեման, ինչպես են ծնվում դրանք, ինչ առաջնահերթությամբ եք առաջնորդվում։ Դեսեք, ես զուտ իմ ենթագայական իրավիճակներից է դուրս գալիս թեմաները եւ քանի որ ես քաղաքական մեծ վերլուծություններ չեմ անում, իմ նպատակը չի նստել եւ ասել վերլուծել տարածաշրջանի քաղաքական խնդիրները եւ Հայաստանի դիրքը այդ դարբեր, իմ նպատակն է իմ ենթագայական մտածումները գիսել իմ ընթերցող շրջապատից հետ եւ այդ ծնվում է այդ զուտ ենթագայական բահերից օրինակի համար անցած օրը ինձ մի հոգի նամակ էր գրել եւ ինձ ասում էր որ գիտեք ինչ դուք ձեր նախկին գուսակցական պատկանելիությունից չեք կարողանում հրաժարվել դրա համար դուք մեր հայրենիքը ուզում եք մնա բան ինչ են ասում մեր հիմնը Իսկ ճիշտ նույն օրը ուրիշ մեկն էլ գրել էր ինձ, որ դուք ոնց եք աչակցում այս իշխանություններին եւ քննադատում եք նախկիններին, որովհետեւ լավ գործ չեն արել եւ գեղձ է ձեր մեր հայրենիքը պաշտպանելու ձեր այդ բանը, ձեր աշխատանքը կամ ձեր այդ դիրքորոշումը։ Ինձ դա հետաքրքիր ուրիշ նյութ բերավ իմ մտքում եւ ես դրա մասին գրելու եմ, որ զոմբիներ կան ամենտեղ Եվ այդ զոմբիները մարդիկ են, որոնք իրենք գամավոր հրաժարվում են մտածելու, աստուծո տված մտածելու շնորհքից եւ հնարավորությունից եւ թողնում են, որ մարդիկ իրանց դեր մտածեն եւ իրանք եւ գրկնում են այն, ինչ որ իրանց դեր մտածողները իրանց ասում են եւ դա մարդկային տեսակ է եւ ամեն տեղ Ամերիկայում ալ կա Թրամփն էլ ունի իր զոմբիները Հայաստանում էլ կա Բեյրութում էլ կա Եգիպտոսում էլ կա ամեն տեղ էլ կա Հիմա եթե այդպես զոմբիներ, եթե դա վիրավորական բառ չէ, հիմա այդ տրամաբանության ամենաշատ զոմբիներ ունեն այսօրվա իշխանությունները, որովհետև նրանց են պաշտում
եւ այդ պաշտելու բանը եւ նույնիսկ մարդը վախենում է մի թթու խոսք ասի Նիկոլ Փաշինյանի մասին, որտեվ այնպես կարող են հարձակվել քո վրա, որ ես չեմ ուզում միայն այո ճիշտ է, կան ճագերդյալ այսպես ասած զոմբիներ, մտածելու հնարավորությունից կամավոր զիջած մարդիկ, բայց ոչ միայն ներկայաիշխանությունների համար, մեր բոլոր քաղաքական ուժերի մեջ, բոլոր անխդիր կան նմանօրինակ մարդիկ, որոնք գիտեք ինչ չեն հանդուրժում որևէ հագարակ տեսակետ, ոչ թե քննադատություն, ընդամենը հագարակ տեսակետ։ Միանգամից հարձակվում են, ես ասում են դուք մեր ճշտամին եք, հագան եք դուք հագան եք, այսինքն գա ճիշտը եւ գա հագա ճիշտը, եւ ամենից հագայի բիդակն են գծնում։ Կարող հագա նիկոլական, հագա տաշնակցական, հագա հանրապետական, հագա ռամգավար, այսինքն դա բացասական բան է, քանի որ դու արդեն մտածում ես, որ կարող է ուրիշ տեսակետով հագարակ տեսակետ ունենալ, ուրեմն դու արդեն ընկնում ես այն սև ցուցակի մեջ։ Եվ ուզում եմ մեր զրույցը ավարտել մի քաղաքական անեկդոտով, ջոկով, որ առաջին նախագահն է երեք շրջանառության մեջ դրել։ Ես անկեղծ ասած առաջին անգամ եմ լսել, չգիտեմ դուք լսել եք թե չէ, վստահ եմ որ մեր դիտողների մեծ մասը չի լսել, էլի խոսքը վերաբերում է հիմնին օրհներքին, երբ որ 1977 թվականին Խորհրդային Միությունում սահմանադրություն էին փոխում, այնտեղ քաղաքացիներից մեկը իբր քաղաքացունել բանի տեղ էին դնում, առաջարկել էր, որ հիմնն էլ փոխենք եւ մի լենինականցի, մի գյումրեցի ասում է, որ այդտեղ տառասխալ կա։ Ոչ թե պետք է հիմնը փոխել, այլ հիմքը փոխել, երկրի հիմքը փոխել։ Հիմա հավանաբար Հայաստանի դեպքում էլ պետք է նորմալ պետություն կառուցել, նորմալ հիմքով պետություն կառուցել եւ հետո հավանաբար նաև մտածել հիմների մասին նաև կարելի է միշտ մտածել։ Շնորհակալություն պարոն Դուդակյան հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հրապարակախոս սյունակագիր Ռաֆի Դուդակյանի հետ, շարունակեք հետևել Civilnet-ին։